Կառավարության հերթական նիստում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագիծ։ Ըստ այդմ 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար առաջարկվում է 14 համայնքի տրամադրել 2 միլիարդ 828 միլիոն դրամ։ Խուդաթյանի խոսքով այս գումարի հավանությամբ պետական բյուջեից արդեն հատկացված սուբվենցիոն համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 21 միլիարդ 59 միլիոն դրամի։ Նա նշեց, որ առաջիկայում սպասվում է նաև լրացուցիչ խոշոր հատկացում։ Եվս մեկ հատկացում է լինելու, որը թույլ կտա մասել, հսկայական ծավալի է լինելու։ Խոսքը շուրջ 10 միլիարդ դրամի մասին է։ Դա մեծ հավանականությամբ կընդգրկվի կառավարության հաջորդ նիստի օրակարգում, եզրափակեց Խուդաթյանը։ Կառավարությունը դեկտեմբերի 11-ի նիստում հավանություն տվեց որոշմանը, որով վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 39 միլիոն եվրո կտա Երևանում լոգիստիկ կենտրոն կառուցելու համար։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջև վարկային համաձայնագիրը կնքվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևանում մաքսային եւ լոգիստիկ կենտրոն կառուցել։ Միաժամանակ նախատեսվում է Հայաստանին հատկացնել որոշակի գումար, որն ուղղվելու է ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությանը, մոբիլիզացմանը, որպես դրամաշնոր։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարկային ու դրամաշնորային միջոցների համաֆինանսավորման չափը կկազմի 9 միլիոն եվրո, որից 7.8 միլիոն եվրոն վարկային միջոցների գծով։ Համաձայնագրով նախատեսված վարկային միջոցներն ուղղվելու են Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաեւ խորհրդատվական ծառայությունների մատուցմանը, իսկ դրամաշնորային միջոցները Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարությանը եւ սարքավորումների ձեռքբերմանը, ասված է որոշման հիմնավորման մեջ։ Դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են էլեկտրոնային աճուրդների անցկացման եւ գույքի օտարման ընթացակարգերին։ Մասնավորապես էլեկտրոնային աճուրդի տևողությունը ներկայիս մեկ աշխատանքային օրվա փոխարեն կդառնա 3 օր, ինչը հնարավորություն կտա հայտեր ներկայացնելու համար ավելի երկար ժամկետ ապահովել։ Անբարեխիղճ մրցակցության ռիսկերը նվազեցնելու համար վարձակալության աճուրդների նախավճարը բարձրացվում է մինչև 300%, կախված մեկնարկային արժեքի չափից։ Աճուրդում հաղթած, սակայն արձանագրությունը չստորագրած մասնակիցը զրկվում է նույն լոտի հետագա աճուրդներին մասնակցելու իրավունքից։ Լոտերի հայտարարությունների հրապարակման ժամկետները երկարացվում են, որպեսզի պոտենցիալ գնորդները կարողանան առավել լիարժեք ուսումնասիրել գույքը եւ հայտ ներկայացնել շարժական գույքի դեպքում աճուրդի մեկնարկից առնվազն 15 օր առաջ, անշարժ գույքի աճուրդի դեպքում առնվազն 45 օր առաջ, անշարժ գույքի վաճառքի մրցույթի դեպքում առնվազն 60 օր առաջ։ Չկառուցապատված հողամասերի վաճառքի դեպքում պարտադիր կկցվի քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք։ Վաճառքի հիմք կընդունվի գործող շուկայական արժեքը, ոչ թե շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը։ Նշված բարեփոխումների նպատակն է պետական գույքի օտարման եւ վարձակալության գործընթացներն ավելի բաց եւ թափանցիկ դարձնելը, ապահովելով հասարակության համար վստահելի ու արդար միջավայր։